Աստված իմ, երկնային Հայր, այս նոր օրվա մեջ գալիս եմ քո առջև խոնարհ սրտով և բաց հոգով։ Շնորհակալ եմ, որ արթնացրիր ինձ, շունչ տվեցիր, որ իմ աչքերը բացվեցին և ես տեսնում եմ լույսը։ Շնորհակալ եմ կյանքի համար, որը նորից ու նորից պարգևում ես ինձ, նույնիսկ այն օրերին, երբ ես ինքս չեմ զգում այդ կյանքի արժեքը։ Այսօր կանգնում եմ քո ներկայության մեջ, հավատքով, որ դու լսում ես ինձ, ոչ թե որովհետև ես ճիշտ բառեր եմ օգտագործում, այլ որովհետև դու սիրող Հայր ես, և քո ականջները բաց են քեզ կանչողների համար։ Տեր, շնորհակալ եմ, որ դու լսում ես ինձ ոչ միայն բարձրաձայն աղոթքների, այլ նաև իմ սրտի լռության մեջ։ Երբ ես բառեր չունեմ, երբ մտքերս խառն են, երբ հոգիս տկարացած է, դու արդեն գիտես, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Քո խոսքն ասում է, որ մինչև լեզվիս վրա խոսք հայտնվելը, դու արդեն գիտես այն։ Եվ այս ճշմարտությունը այսօր ինձ խաղաղություն է տալիս։ Ես չեմ վախենում սխալ ասել, չեմ վախենում կրկնվել, որովհետև գիտեմ։ Դու լսում ես ոչ թե խոսքի բովանդակությունը, այլ մարդու սիրտը։ Այս նոր օրը ես ուզում եմ սկսել շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ այն տան համար, որտեղ ապրում եմ, այն մարդկանց համար, որոնք իմ կյանքում են, և նույնիսկ նրանց համար, որոնց հետ հարաբերությունները բարդ են։ Շնորհակալ եմ փորձությունների համար, որովհետև դրանց մեջ ես սովորել եմ ապավինել քեզ։ Շնորհակալ եմ նաև այն հարցերի համար, որոնց պատասխանները դեռ չունեմ, որովհետև դրանք ինձ սովորեցնում են վստահել քո ժամանակին։ Հայր իմ, այսօր ես հիշեցնում եմ իմ սրտին, որ դու լսում ես ինձ։ Երբ ես աղոթում եմ առավոտյան, դու լսում ես։ Երբ հոգնում եմ օրվա կեսին և միայն մտքումս հառաչում եմ, դու լսում ես։ Երբ գիշերը հոգիս տրտում է և ես լուռ եմ, դու կրկին լսում ես։ Քո համար ոչ մի աղոթք փոքր չէ, ոչ մի խնդրանք աննշան չէ։ Դու չես հոգնում ինձ լսելուց, դու չես ասում բավական է, և դու չես հետաձգում քո սերը։ Տեր, ես քեզ եմ բերում իմ այսօրվա մտքերը, ծրագրերը, սպասումները և վախերը։ Դու գիտես, թե ինչ եմ ես կրում իմ ներսում։ Երբեմն ուժեղ եմ երևում մարդկանց առջև, բայց ներսից հոգնած եմ։ Երբեմն ժպտում եմ, բայց սիրտս ծանրացած է։ Այսօր ընտրում եմ չթաքցնել դա քեզնից։ Ես գիտեմ, որ դու լսում ես անկեղծ աղոթքը։ Տուր ինձ այսօր խաղաղ միտք, Տեր։ Թող իմ միտքը չտարուբերվի անհանգստություններից, չմնա անցյալում և չվախենա ապագայից։ Օգնիր ինձ ապրել այս օրը քո ներկայության մեջ։ Երբ մտքերս սկսեն խառնվել, հիշեցրու ինձ, որ դու լսում ես ինձ հենց այդ պահին։ Երբ ես սկսեմ կրկին ու կրկին մտածել նույն խնդիրների մասին, սովորեցրու ինձ դրանք բերել քեզ և թողնել քո ձեռքերում։ Հայր, ես աղոթում եմ իմ սրտի համար։ Մաքրիր այն ամեն բարկությունից, վիրավորանքից և ծանրությունից։ Եթե կան խոսքեր, որոնք ես դեռ չեմ ներել, օգնիր ինձ թողնել դրանք։ Եթե կան մարդիկ, որոնց անունները ցավ են առաջացնում իմ ներսում, դու տեսնում ես նաև այդ ցավը։ Ես չեմ կարող ամեն ինչ հաղթահարել իմ ուժերով, բայց դու կարող ես փոխել իմ սրտի ուղղությունը։ Դու լսում ես իմ աղոթքը նույնիսկ այն ժամանակ, երբ ես դեռ պատրաստ չեմ ամբողջությամբ փոխվել։ Տեր, այսօր ես քեզ եմ հանձնում իմ խոսքերը։ Թող իմ լեզուն չվնասի, այլ բժշկի։ Թող իմ խոսքերը լինեն խաղաղության աղբյուր, ոչ թե բաժանման պատճառ։ Երբ ես լռեմ, թող իմ լռությունն էլ լինի իմաստություն։ Դու լսում ես ինձ, և ես ուզում եմ ապրել այնպես, որ իմ կյանքը լինի աղոթք քեզ համար։ Շնորհակալ եմ, Տեր, որ դու լսում ես իմ խնդրանքները և իմ կարիքները գիտես։ Դու գիտես իմ ֆինանսական վիճակը, աշխատանքի հարցերը, անորոշությունները։ Երբեմն ես ամաչում եմ կրկին ու կրկին նույն բաների համար աղոթել, բայց քո խոսքն ասում է, որ ես կարող եմ համարձակությամբ մոտենալ քո շնորհքի գահին։ Այսօր ես դա անում եմ առանց վախի, առանց ամոթի, որովհետև գիտեմ, դու լսում ես ինձ որպես քո զավակ։ Հայր,
Ես աղոթում եմ իմ ընտանիքի համար։ Դու լսում ես նրանց անունները, նույնիսկ եթե ես հիմա բարձրաձայն չեմ ասում։ Պաշտպանիր նրանց, առաջնորդիր, բժշկիր նրանց հոգիներն ու մարմինները։ Եթե նրանք հեռու են քեզնից, դու լսում ես նաև իմ այս լուռ ցավը։ Թող մեր տներում լինի խաղաղություն, փոխըմբռնում և սեր։ Այսօր ես աղոթում եմ նաև նրանց համար, ովքեր միայնակ են զգում իրենց։ Տեր, հիշեցրու նրանց, որ դու լսում ես։ Թող նրանք զգան քո ներկայությունը նույնիսկ ամենախորը լռության մեջ։ Թող նրանք իմանան, որ իրենց աղոթքները չեն կորչում օդում, այլ հասնում են քո սրտին։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու եկար այս աշխարհ, որպեսզի մենք իմանանք, որ Աստված լսում է մեզ։ Քո կյանքով, խաչով և հարությամբ դու սեր ցույց տվեցիր։ Դու մեզ ասացիր, որ Հայրը մոտ է, հասանելի է և սիրում է մեզ։ Երբ ես աղոթում եմ քո անունով, վստահ եմ, որ իմ աղոթքը ընդունված է, ոչ թե իմ արժանիքների պատճառով, այլ քո շնորհքի։ Այս նոր օրը ես ուզում եմ սովորել ապրել այն ճշմարտությամբ, որ դու լսում ես ինձ։ Երբ ես հաջողություն ունենամ, թող չմոռանամ շնորհակալ լինել։ Երբ ես ընկնեմ, թող հիշեմ, որ դու լսում ես նաև իմ ապաշխարության խոսքերը։ Երբ ես վեր կենամ, թող իմ առաջին խոսքը լինի. Փառք ես։ Հայր իմ, ես աղոթում եմ հավատքի համար։ Երբեմն այն փոքր է թվում, երբեմն անտեսանելի։ Մեծացրու իմ վստահությունը քո անձի հանդեպ, ոչ թե զգացմունքների, այլ ճշմարտության հիման վրա։ Օգնիր ինձ հիշել քո հավատարմության մասին, որպեսզի չվախենամ ապագայից։ Այսօրը ես քեզ եմ հանձնում, ուղղիր իմ ճանապարհները, փակիր այն դռները, որոնք ինձ վնասում են, բացիր այն դռները, որոնք քո կամքի համեմատ են։ Նույնիսկ եթե ես չհասկանամ ամեն ինչ, թող իմ սիրտը հանգիստ լինի այս գիտությամբ, որ դու լսում ես ինձ և առաջնորդում։ Տեր, շնորհակալ եմ, որ ես կարող եմ այս աղոթքը անել առանց շտապելու։ Շնորհակալ եմ, որ քո համար ժամանակը սահմանափակում չէ։ Դու նույն ուշադրությամբ լսում ես ինձ առավոտյան, ցերեկը և գիշերը։ Դու երբեք չես շեղվում, չես հոգնում, չես հեռանում։ Այս նոր օրը ես ընտրում եմ ապրել որպես մեկը, ով լսված է, ոչ թե մոռացված, ոչ թե անտեսված, այլ լսված և սիրված։ Թող այս ճշմարտությունը ուղեկցի ինձ իմ բոլոր գործերում, խոսքերում և որոշումներում։ Եվ վերջում, Տեր, ես պարզապես ասում եմ շնորհակալ եմ, որ դու լսում ես ինձ։ Շնորհակալ եմ, որ կարող եմ ամեն օր գալ քո առջև առանց վախի։ Շնորհակալ եմ, որ քո սերը չի ավարտվում, քո համբերությունը չի սպառվում և քո ականջները միշտ բաց են։ Այսօրը ես հանձնում եմ քեզ ամբողջությամբ։ Լսիր ինձ, առաջնորդիր և ապրիր իմ սրտում։ Ամեն։